21 TV-ում առողջության ժամն է, եթերում ապրենք առողջն է, բարև ձեզ, ես Տաթև Արաքելյանն եմ։ Այսօր զրուցակիցս մանկական եւ դեռահասների գինեկոլոգ Լիաննա Քոչարյանն է։ Բարի գալուս, շնորհակալություն, որ այստեղ եք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Մեր աղջնակների առողջությունը շատ կարևոր է, հենց դա է պատճառը, որ մենք ամսվա ընթացքում գոնե մեկ հաղորդում առանձնացնում ենք հենց դեռահասների, օրիորդների վերարտադրողական առողջությունը, այսպես եթե անունը դնենք, կարևորելու, իրազեկելու եւ բարձրաձայնելու համար։ Եվ այս հաղորդումը եւս բացառություն չլինելով, ուզում եմ խոսենք մի խնդրի մասին, որն առաջին հայացքից թվում է, թե բացառապես արդեն վերարտադրողական տարիքում հայտնվող կանանց կամ աղջիկներին է հատուկ, հա։ Խոսելու ենք կիստաների մասին։ Երբ մենք խոսում ենք, նշում ենք, հա, կիստա, մտածում ենք, որ պիտի հասուն տարիքում հանդիպող խնդիր լինի, բայց արի ու տես, որ սրանք հանդիպում են նաեւ երեխաների մոտ։ Այո։ Որքանով են սրանք տարածված եւ որքանով են վտանգավոր։ Կիստաները դիմելույթյան առումով մանկական գինեկոլոգի բավականին լայն տարածում ունեն եւ ցանկացած տարիքում է հնարավոր դիտվի, սկսած 0 տարեկանում ներարգանդային կյանքում դեռևս եւ բնականաբար ավելի մեծ տարիքային խմբում։ Առհասարակ տարբերում ենք ֆունկցիոնալ եւ ոչ ֆունկցիոնալ բնույթի կիստաներ, սովորաբար ֆունկցիոնալ բնույթի կիստաները անվնաս են եւ ժամանակի ընթացքում ինքնաներծծվում ու ոչնչանում են, ի տարբերություն ոչ ֆունկցիոնալ բնույթի կիստաների, որոնք որ վիրահատական միջամտություն են պահանջում։ Ֆունկցիոնալ բնույթի կիստաները ներարգանդային կյանքում, եթե դիտվում են կամ կյանքի առաջին 2-3 տարիների ընթացքում եւ չափսերով չեն գերազանցում 2 սանտիմետր, այս դեպքում ուղղակի սպասողական տակտիկա ենք վարում յուրաքանչյուր 6 ամիսը մեկ սոնոգրաֆիա կատարելով, իսկ ավելի մեծ տարիքում դեռահասության շրջանի մասին է խոսքը, մինչեւ 5 սանտիմետրանոց կիստաները ֆունկցիոնալ բնույթի դրանք անվնաս են եւ հետագա հսկողություն չեն պահանջում։ Այ որ նշում եք արդեն միջամտություն է պահանջվում, եթե ոչ ֆունկցիոնալ, հա, կիստա է։ Այս դեպքում վստահ եմ, որ նաև կարևոր է վաղ ախտորոշումը եւ վաղ դիմելիությունը։ Եվ տրամաբանորեն հարցս այսպեսին է, թե երբ մայրիկը կարող է հասկանալ, դե հիմնական մայրիկներ են, հա, բալիկների առողջությամբ զբաղվում, հատկապես աղջիկների առողջությամբ, ուստի մայրիկների համար է ավելի շատ այսօրվա մեր զրույցը։ Երբ կարող է մայրիկը կասկածել, մտածել, որ կարող է երեխայի մոտ կիստա կա, կան ախտանիշներ, որոնք բերում են դեպի գինեկոլոգը։ Ուրեմն վաղ տարիքում երեխաների մոտ հաճախ են դիտվում կիստաներ եւ ֆունկցիոնալ բնույթի կիստաները սովորաբար բացարձակ անսիմպտոմ են լինում եւ ուղղակի հերթական այցի ժամանակ մանկաբույժը մեկ այլ ախտաբանական վիճակ բացահայտելու նպատակով է նշանակվում եւ այսպես ստացվում է պրոֆիլակտիկ նպատակով հնարավոր են հայտնաբերվել կիստաներ, որոնք որ այս դեպքում ոչինչ անել պետք չէ, մինչեւ 2 սանտիմետրանոց կիստաները ուղղակի դինամիկ հսկում ենք, եթե խոսքը վերաբերում է մինչեւ 3 տարեկան հասակը։ Ավելի մեծ տարիքում 12-15 տարեկան հասակում այս պարագայում մինչև 5 սանտիմետրանոց կիստաներն են հսկողության եւ ուշադրության ոչ արժանի եւ սովորաբար իրենք ինքնամարսում են տեղ ունենում։ 5-ից մեծ կիստաների դեպքում արդեն ցանկալի է որոշակի հետազոտություններ կատարել, որպեսզի վստահ լինել, այո, որ դրանք ֆունկցիոնալ բնույթի կիստաներ են եւ հետագայում իրենք որևէ վտանգ իրենցից չեն ներկայացնելու։ Ի տարբերություն ոչ ֆունկցիոնալ բնույթի կիստաների, որոնք որ կարող են լինել էնդոմետրիոիդ ծագման, դերմոիդ ծագման, տարբեր հասուն տերատոմաններ եւ այլն, այս պարագայում արդեն դրանք միայն վիրահատական բուժման անհրաժեշտություն են իրենցից պահանջում եւ ոչ մի կոնսերվատիվ միջամտություն անել անհրաժեշտ չի, այլ եթե հայտնաբերում է ժամանակին վիրահատությունը կանխում է նաեւ ձվանի հյուսվածքի ինքնաոչնչացումը եւ բնականաբար հետագա բարդությունների խուսափումը։ Երբեմն նաեւ դիմելով մանկական վիրաբուժի իրենք հանձն են առնում ցանկացած մանկական գինեկոլոգիական խնդրի շտկումը, որը որ իրականում ես այսպես ընդունելի չեմ համարում, այո, քանի որ մանկական գինեկոլոգիան իր առանձնահատկությունները ունի եւ այս տարիքում շատ կարեւոր է ճիշտ ցուցումների իրականացումը, հետո նաեւ հետվիրահատական շրջանի ճիշտ վարումը։ Առհասարակ կիստաները իրենք խիստ տարաբնույթ են լինում եւ որպես այդպեսին նաեւ կլինիկական դրսեւորումներն են տարբեր։ Օրինակ նույն էնդոմետրիոիդ կիստաների դեպքում հնարավոր է փոքրիկ մինչեւ 1 սանտիմետրանոց կիստաները առաջացնեն բուռն կլինիկական ընթացք եւ նաեւ չի բացառվում ունենալ երեխան կիստա 5-ից 7 սանտիմետր կամ նույնիսկ 9-10 սանտիմետրանոց կիստաներ եւ բացարձակ անսիմպտոմ առանց որևէ կլինիկական դրսեւորումների եւ կանգատների ընթանա։ Առհասարակ Հայաստանի Հանրապետությունում 15 տարեկանում կատարվում է պրոֆզնվում, որի մեջ ներառվում է նաեւ փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիան։ Իհարկե դա միանշանակ ողջունելի է, բայց ցանկացած կանգատի դեպքում, ցանկացած տարիքում պետք է հետազոտվել, չսպասել, որ իրենց տարիքային այո խումբը հասնի, նոր իրենք գնան որոշակի հետազոտությունների։
Այստեղ նաև կարևոր է, որ մենք պիտի հասկանանք մանկական գինեկոլոգի այցելությունը չի ենթադրում, մենք այսպես ենք մտածում, եթե դեռ չի սկսվել աղջիկ երեխայի մոտ դաշտանային ընթացքը, մանկական գինեկոլոգի գործոնը այստեղ զրոյական է։ Հաշվի չառնելով, որ օրինակ ինչպես նշեցիք, նորածնային շրջանում աղջիկ երեխան կարող է կիստա ունենալ։ Հետևաբար որոշակի պարբերականությամբ լինել մանկական գինեկոլոգի մոտ, պարզապես զրուցելու, անամնեզ հավաքելու, ինչ որ թեկուզ հիգիենայի մասին տեղեկություններ ստանալու համար երբեք ավելորդ չէ, երբեք չի խանգարի մայրիկին էլ ավելի առողջ բալիկ աղջիկ մեծացնելու համար, հա։ Միանշանակ այո համամիտ եմ եւ տենդենսը որոշակի կոտրվում է հիմա մարդիկ գալիս են իրենց աղջիկների մասին ինֆորմացիա ստանալու, իրենք իմանալու թե ինչպես նախապատրաստեն օրիորդին, ինչպես ճիշտ հիգիենան կազմակերպեն, կիստաների դեպքում ինչպիսի մոտեցում ցուցաբերեն, ինչպիսի սննդամթերք առհասարակ օգտագործեն, որ երեխային աճի ու զարգացմանը էլ ավելի նպաստի, այնպես որ ինքս էլ եմ ողջունում այս բոլոր փաստերը ու շատ ուրախալի է, որ այո, պարտադիր չէ այսպես ցայտուն գանգատ ունենանք, այլ փոքրիկ գանգատն էլ արդեն կարող է խոսել որևէ ախտաբանական վիճակի սկսվող process-ի մասին, ուստի ժամանակին դիմելույթությունը կանխարգելում է նաև հետագայում ավելի բարդ միջամտություններից խուսափելը։ Ձեր խոսքում նշեցիք ձվարանների ինքնաոչնչացում։ Ինչ է սա իրենից ենթադրում, արդյոք բառացիորեն պետք է հասկանանք այն ինչ որ նշեցիք, այսինքն կարող է գալ որոշակի տարիք, երբ պարզապես երեխան 1 կամ 2 ձվարաններից զրկվի։ Շատ կարևոր հարց տվեցիք, ճիշտն ասած, այս թեմայի շուրջ կարծում եմ շատ քիչ են առհասարակ, այսպես ասած, եւ կարծիքները եւ լուսաբանումը, բայց այդպիսի համախտանիշ գոյություն ունի, այո, երբ որ ձվանի ինքնամարսում է տեղ ունենում եւ ոչ թե կորցնում է աղջիկը, այլ ձվաները վերածվում են ձգանների եւ ամբողջությամբ ոչնչանում է ձվանային հյուսվածքը, բնականաբար նաեւ ձվաբջիջները ու հետագայում ունենում ենք դաշտանի բացակայություն, անպտղություն եւ նմանատիպ այլ գանգատներ։ Առհասարակ սովորաբար կլիմաքսը սովորենք, որ 45 եւ ավել տարիքում պետք է լինի, բայց հիմա ունենք վաղաժամ կլիմաքս հասկացողությունը, որը որ ճակերտավոր իր մեջ ներառում է նաեւ ձվարանների ինքնամարսում տերմինը, երբ ինչ-ինչ պատճառներով օրգանիզմում առաջանում են հակամարմիններ, օրինակ կարող է քրոնիկական բորբոքային process-ը կամ տարբեր սպիտակուցային ինչ-որ նյութերի կիրառումը բերի նրան, որ առաջանան հակամարմիններ, որոնք որ ինքնավոչնչացնում են հենց ձվանային հյուսվածքը, հետագայում բնականաբար այդ հյուսվածքի վերականգնում տեղի ունենալ հնարավոր չէ եւ ստացվում է, որ օրիորդը կամ արդեն հասուն կինը ունենում է կլիմաքսին բնորոշ բոլոր գանգատները եւ բնականաբար այս պարագայում միայն արդեն փոխարինող հորմոն թերապիա պետք է իրականացվի։ Առհասարակ մանկական գինեկոլոգիայում իրականում այո ցավոտ են, կան շատ ախտաբանական վիճակներ, որոնք որ հանդիպում են շատ հազվադեպ, բայց ժամանակին այո այսպես ճիշտ գանգատներին ուշադրություն դարձնելը արդեն իսկ բերում է նրան, որ հնարավոր է մի շարք խնդիրներից խուսափել։ Օրինակ հնարավոր է ձվաների չափսերի փոքրացում իրենք ունենան սոնոգրաֆիկ, այդպես կամ դաշտանային ցիկլը ընթացել է կանոնավոր ընթացքով, ժամանակի ընթացքում, ասենք վերջին 1 տարվա ընթացքում կամ 6 ամսվա ընթացքում դառնում է անկանոն, սա արդեն իսկ ահազանգ է, որ անպայման պետք է դիմել մանկական ու դեռահասների գինեկոլոգի, լիարժեք հետազոտվել։ Այստեղ շատ կարևոր է նաև հորմոնալ տեղաշարժերը, սովորաբար ձվաների հյուծման ժամանակ ունենում ենք գլխուղեղի կողմից արտադրվող հորմոնների բարձր մակարդակ եւ արդեն իսկ մենք կարողանում ենք ճիշտ ձևով վարման պլանը մշակել եւ այս դեպքում հնարավոր է թեկուզ օրինակ նույն ձվաների սառեցման տարբերակով, ձվաբջիջների սառեցման տարբերակով հետագայում կնոջը երեխա պարգևելու հաճույք, այսպես ասած, պարգևել, այնպես որ այս պարագայում նույնիսկ այդ փոքր ժամանակաշրջանը շատ մեծ նշանակություն ունի հետագայում, այո, որոշիչ նշանակություն հետագայում անդառնալի կորուստներից խուսափելու համար։ Եթե այնուամենայնիվ նորից վերադառնանք կիստաներին, հա, ձեր նշած չափերը արդեն հասել են եւ դրված է դիագնոզը կամ որոշումը, որ գնում ենք դեպի վիրահատական միջամտություն։ Այստեղ օրգան պահպանողական միջամտություն է սա, թե ձվարանը հետն է հեռացվում, թե կախված է իրավիճակից, դեպքից, տարիքից եւ մնացած այլ ախտաբանական վիճակներից։ Նորից ամենակարևոր հարցերից մեկը տվեցիք, ինչքան վաղ ախտորոշվի եւ պլանային ձևով կատարվի վիրահատությունը պլանային կարգով, այնքան ավելի մեծ է հնարավորությունը, որ հյուսվածքը հնարավոր կլինի պահպանել ձվանային հյուսվածքը, արգանդափողի հետ կապված որևէ խնդիր չենք ունենա եւ նաեւ հետագա բարդություններից կխուսափենք։ Երբեմն ունենք իրավիճակներ, օրինակ ձվաների պատռման դեպքում կամ կիստայի ոլորման դեպքում, առհասարակ ձվանի իր ոտիկի ոլորման դեպքում ունենում ենք սուր որովայն եւ այս դեպքում արդեն բժիշկն էլ ի վիճակի չի լինում հնարավորինս պահպանել ձվանային հյուսվածքը, քանի որ արդեն ներքին արյունահոսություն է դիտվում օրիորդների մոտ կամ հնարավոր է նաեւ ձվարանի ոտիկի եւ ոլորումը այնպես ընթանա, որ ամբողջությամբ նեկրոզ
նևրոզ ձևավորվի, այսինքն սնուցման խանգարումը այս դեպքում բացարձակ անիմաստ է ձվարանային հյուսվածքի պահպանումը։ Իսկ դեպք կախյալ վիրատություն։ Այո, միանշանակ, ինչքան նորից եմ կրկնում, եթե ունենք կիստա, որը որ պլանային կարգով գնում ենք վիրատության, այս պարագայում հնարավոր է պահպանել առողջ հյուսվածքը։ Ինչքան ժամանակի բացթողում ենք ունենում եւ նաեւ երկրորդային գանգատների ավելացում եւ բարդություններ, բնականաբար արդեն հնարավոր չի լինի ձվարանային հյուսվածքը պահպանել։ Այստեղ միանշանակ ամենավտանգավորը հենց կիստայի ոտիկի ոլորումն է կամ առհասարակ նաեւ ձվարանային հյուսվածքի ոլորումը, այս դեպքում արդեն ունենում ենք սնուցման լուրջ խանգարումներ եւ բնականաբար արդեն հյուսվածք պահպանող որևէ վիրատական միջամտություն անհնար է դառնում։ Սովորաբար բժիշկներն ասում են, որ եթե այս կամ այն օրգան համակարգում որևէ խնդիր է հայտնաբերվում, իրենք ուղղակի կամ անուղղակի ձևով միայնակ չեն գալիս, եւ պետք է այլ տեղերում եւս փնտրել որոշակի խնդիրներ։ Արդյոք այս դեպքում եւս կարող ենք այս մասին խոսել եւ եթե երեխայի մոտ, աղջնակի մոտ ձվարանի կիստա ենք հայտնաբերել, ել որ օրգան համակարգերն են, որ պիտի ուշադրության կենտրոնում լինեն։ Նորից կարևորագույն հարցերից տվեցիք, այստեղ ուզում եմ ասեմ, որ նույնիսկ մարդու երեխայի մաշկի գույնն է շատ կարևոր կամ այսպես անվնաս թվացող կամ այսպես ասած իրենցից ոչինչ չներկայացնող խալերի արկայությունը, պիգմենտացիան, այնպես որ պետք է առհասարակ մանկական գինեկոլոգի մոտ այցը սկսել երեխայի զննումից ամբողջ մարմնով մեկ եւ կրծքագեղձերի շոշափում օրինակ շատ հաճախ դիմելով այսպես փոքրիկ գանգատի համար, օրինակ փոքր կոնքի շրջանում ցավային համախտանիշ, որ խոսքը վերաբերում է 3-ին կամ 7 տարեկան պացիենտին կամ հեշտոցից արտադրություն, երբ ասում են պետք է ընդհանուր զննում իրականացնել, մայրիկները զարմանում են, որ այս պարագայում այո, ինչու շատ կարևոր է հասկանալ ունեն կրծքագեղձերի մեծացում, որտեղ շատ դեպքերում հնարավոր է, որ մայրիկը չնկատի, որ ունենք վաղաժամ սեռական հասունացման հետ կապված որևէ խնդիր, իսկ երբեմն կիստաները այո կարող են արտադրել հորմոններ, որոնք որ բերեն վաղաժամ սեռական հասունացման։ Այս պարագայում նաև անոթափուսերի ու ցայլքի մազակալումն է շատ ախտորոշիչ ու որոշիչ այդպես կլինիկական դրսևորում իրենից ներկայացնում։ Իսկ առհասարակ կիստաները իրենք կարող են միանշանակ տարաբնույթ ծագման լինել եւ կիստաները կարող են այլ օրգան համակարգերի ոչ միայն տեղակայվել փոքր կոնքում, այլ նաև այդպիսի կիստաներ լինեն նաև որովայնի խոռոչում, թոքերում, ուստի շատ մեծ նշանակություն ունի լայնածավալ ախտորոշումը առհասարակ բոլոր կլինիկական հետազոտությունները ու նաև գործիքային հետազոտությունները, որպիսի նայի վիրատության ժամանակ պարզ լինի ինչպիսի ծավալով ենք վիրատություն կատարելու։ Դրա համար ասում եմ մենք պետք է բուժենք ոչ թե հիվանդությունն, այլ հիվանդին, այո, որը այստեղ շատ արդիական է։ Եվ որպեսզի ամփոփելու լինենք այսօրվա մեր զրույցը, ուզում եմ երկու ծայրահեղություններն էլ այսպես դիտարկենք։ Առաջինը, որ երբ մանկական գինեկոլոգն ասում է, որ աղջնակի մոտ կա կիստա, պետք չէ սա որպես դատավճիռ ընկալել եւ արդեն խոճապի մեջ հայտնվել, որ վերջ երեխան ունի խնդիր եւ այլն, որտեվ գուցե օրինակ ֆունկցիոնալ է կամ եթե ոչ ֆունկցիոնալ է, ապա կալուծում եւ վերադառնալ ամբողջական նորմալ կյանքի, ու նաև հակառակը, որ բոլոր դեպքերում եթե ասվել է կիստա, մի մտածեք, դե ծանոթ տերմին է, որ մի աղջիկը կիստա չունի, գնալ փակվուկ բարձով, այդպես քնել, սպասել ու 20-22 տարեկանում օրինակ տեսնել, որ երեխան ունի աղջիկը օրիորդը ունի նաև վերարտադրողական տուժած ֆունկցիա, իսկ ես միշտ ասում եմ, որ կնոջ համար վերարտադրողական տուժած ֆունկցիան ոչ միայն երեխա ունենալու կամ չունենալու խնդիրն է, այլ մի ամբողջ օրգան համակարգի առողջության ցուցանիշն է։ Այնպես որ հիմա ուզում եմ ձեր խոսքը նաև բոլոր այն մայրիկներին, ովքեր ունեն աղջիկ բալիկներ եւ մեր հեռուստադիտողներն հատկապես որպեսզի ավելի ուշադիր լինեն եւ ավելի այսպես հետեւողական լինեն իրենց երեխաների աղջնակների առողջությանը։ Բարի, ուրեմն շատ կարևոր է առհասարակ ինչպես ամենասկզբից էլ ասեցի, որ ցանկացած գանգատի դեպքում գանգատը չանտեսել, չթողնել, որ գանգատները շատանան, այո, այլ ժամանակին եւ տեղին դիմել բժշկի, հետագայում նաեւ առհասարակ եւ պացիենտ ինձ մոտ նստած է լինում, առաջինն ասում եմ, որ ես բժիշկ եմ, ով տեղ է ձեզ նշանակում, բայց շատ կարևոր է, որ պացիենտը գիտակցի, որ շատ բաներ հենց իրենից է կախված եւ լավատեսությունը, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է լինելու եւ բացի դրանից նաեւ ճիշտ դեղորայքի նշանակման ճիշտ ժամային գրաֆիկի պահպանումը, դա էլ է շատ կարևոր, նաեւ սննդակարգի ճիշտ ընդունումը։ Այս բոլորի հանրագումարով եւ նաեւ լավ տրամադրությամբ ու դրականը մտածելով բնականաբար կիստաները կարող են առհասարակ բացակայել հաջորդ արդեն դաշտանային ցիկլին օրիորդի կյանքից, երբեմն ունեն կիստաներ, որոնք որ մեկ ցիկլի ընթացքում բուժման չեն ենթարկվում, այս պարագայում նորից ուզում եմ այսպես հանրային բոլորը լսեն, որ կարող է այո, երկրորդ, երրորդ, չորրորդ կամ նույնիսկ դաշտանային ցիկլի ընթացքում իրենք անհետանան, այնպես որ
երբեմն նաև միանգամից վիրահատության չենք մտնում, այլ դա կախված է կոնկրետ դեպքից, պացիենտի վիճակից եւ բուժման այդպես էֆեկտիվությունից։ Իսկ կան կիստաներ, որոնք որ միանշանակ անհապաղ պահանջում են վիրահատական միջամտություն կամ թեկուզ նաև կոնսերվատիվ բուժում, այս պարագայում էլ արդեն պետք է ժամանակին բուժումը սկսել, երբեմն ասում են գնանք տանը խորհրդակցենք, դիմենք մեր ծանոթ բարեկամին կամ մի հատ հայրիկը տեսնենք ինչպիսի կարծիք կհայտնի բուժման հետ կապված, այս պարագայում ուզում եմ բոլորը քաջատեղյակ լինեն, այո, որ կիստաների դեպքում խաղ չեն կանում եւ արդեն մասնագետի կողմից առաջարկված բուժումը պետք է ժամանակին ու ճիշտ ձևով իրականացնել։ Այնպես որ հետևեք ձեր օրիորդների առողջությանը, եղեք տեղեկացված եւ առողջ։ Շնորհակալ եմ շատ։ Ձեր հեռուստադիտողներ, հիշեցնեմ, զրուցակիցս մանկական եւ դեռահասների գինեկոլոգ Լիաննա Քոչարյանն էր։ Ես շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, կհանդիպենք ցտեսություն։